Եվ նման հարցերը լուծում է բացառասես եկեղեցում գոյություն ունեցող կարգապահական հանձնախմբի շուրջ։ Այս ընթացքում բազմաթիվ կարգալուծություններ են, դրանց պատասխանում ձեր հարցը։ Այս դիսկուրսի մերկապարանոց, ամեն մերկապարանոց հարցերին չեն կարող մենք իրական պատասխանել։ Եվ տեսեք, ասում են, այս ամեն ինչը հետևանք է նաև նրա, որ երբ որ օրինակ Սարդարապատ մուտքը կաթողիկոսի արգելվեց եւ լուրջ դիմադրություն չեղավ, դրանից հետո այլ հարձակումներ եղան, Սուրբ Պատարագին չմասնակցեց Նիկոլ Փաշինյանը, այսինքն դեմարշ կար անընդհատ եկեղեցու դեմ, ընդ որում հենց 18 թվականից հանդուրժվեց, երբեք չի հանդուրժվել։ Իսկ ինչ է կարել, օրինակ Սարդարապատից հետո ինչ արեց հոգևոր դաշտը։ Եկեղեցին ինչ գործիքակազմ հայտարարություն արեց։ Գործիքակազմը եկեղեցին չէ գործիքակազմ։ Հայտարարություն արեց եկեղեցին միշտ միասնական է։ Դուք մտել եք այսօր ժողովրդի մեջ, բայց եկեք ընդունենք, որ շատ հոգևորականներ կա։ Եկեղեցին կամ հոգևորականը երբ ժողովրդի կողքին չէ։ Բարերը ասում եք, առանց Բարեր չենք ասում։ Նիկոլովոցը անընդհատ հավաքների մեջ է եղել։ Պայքարի մեջ է եղել։ Սրբազան Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից Ինչ են արել հոգևորականները։ Ինչ են արել այդ հավաքները։ Այդ թվում Սրբազան Ես լուսաբանել եմ։ չեն միացել։ կարելի է շատ բաներ հարցակումներից հոգևորականները պատնեշ են եղել, որ չի եղել։ Կաթոլիկոսը ձեր կաթոլիկոսը ասեցին չափերում չէ, բայց ինքը կանգնել է, Եվ հստակեցնեմ, այո, ես իմ մեթոդներով պայքարելու եմ մեր արժեքների համար։ Եթե սա հանցագործություն է համարվում, եթե այս նախադասությունը կարելի է համարել որպես իշխանության զարթելու փորձ, ապա կրկնում եմ, ես Նարիսա Ալավերջյանս, անկախ նրանից քաղաքական ուժերը ինչ են անելու, թե ինչ չեն անելու, ես մշտապես կանգնած եմ լինելու հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողքին եւ պաշտպանելու եմ ոչ միայն այդ եկեղեցին, որպես ուղղակի հավատքի մի հաստատություն, այլ որպես մեր հայ ազգի ստեղծող, հայ ազգի ազգապահպան մի այնպիսի կառույց, որը կարողացել է իշխանություն կամ կառավարություն ժամանակին չունենալով եւ պետություն չունենալով պահպանի հայ ազգը։ Ես իմ մեթոդներով պայքարելու եմ ի հեճուկս բոլոր նրանց, ովքեր եկեղեցի դեռ երբևէ չեն մտել, այն դեպքում, երբ որ այսօր ասելով, որ իրենք հավատացյալ են, ուղղակի հարվածում են, կրկնում եմ, այդ հարվածը զուտ վեհափարի հանդեպ չէ, զուտ հայ եկեղեցու հանդեպ չէ, դա մինչև անգամ միայն Հայաստանի Հանրապետության դեմ
չէ, այս հարվածը համայն հայության դեմ է, սա եւս մեկ անգամ վկայում է, որ 2018 թվականին Հայաստանը զավթվել է ներսից եւ օրվա իշխանություն իրեն համարողը սպասարկում է ամբողջովին թուրք ադրբեջանական հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը։ Ի տարբերություն շատերի, որ ասում են իրենք կատարում են այս հրամանը Էրդողանը Ալիևը, ես պնդում եմ, որ մեծի մասամբ նախաձեռնողը հենց այս թիմն է եւ նա ոչ թե զուտ հրաման կամ փողոր է դրանում, նա գրում է իր մեջ այս հակապետական եւ հակահայկական գաղափարախոսությունը։ Բոլորին դիմում եմ հստակեցնելով մի բան, դա ոչ միայն կրկնում է բեղապարի դեմ է, դա մեր ամեն մեկից եւ միասնական մեր ազգի դեմ է։ Ոչ եմ անում բոլորին ամուր մնալ իր հավատքի մեջ, ամուր մնալ իր քաղաքացիական խիզախության մեջ, ամուր մնալ իր հարցում, որտեղ դիճողությունը նույն բանն է, որ դուք կանգնած ես ձեր կենդանի, բայց մեռած ես, որպես էա։ Սա Վերելու մեծ զորակցությունը, սերը, նվիրումը, հավատարմությունը, մեր ազգային բարերարին, Մեծարգոտյար Սամվել Կարապետյանին, ով իր կյանքով և իր գործերով վկայել է, որ ճշմարիտ քրիստոնյա է, բացառիկ հայրենասեր, որովհետև նրա հավատքը ապացուցել են նրա գործերը, նրա հայրենասիրությունը, ազգասիրությունը վկայված է հարյուրավոր ազգաշահ ծրագրերի իրագործումով, թե հայրենիքի մեջ և թե հայրենիքից դուրս։ Այս պահին իմ խնդրանքն է, որ մենք բոլորս, որպես քրիստոնյաներ, վերառաքենք առ Աստված մեր սրտի, մեր հոգու խորքից տերունական աղոթքը, հավատալով, ապավինելով Աստծո հավատքի արդար ու հաղթական ուժին։ Շնորհակալություն բոլորս միասին։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Հայր մեր, որ երկինս ես, սուրբ երեցի անուն քո, եկեցե արքայություն քո, երեցին կամ քո, որպես երկինս և երկրի, ըստ մեր հանապազորդ, տուր մեզ այսօր, և թող մեր սպարտից մեր, որպես և մենք թողունք մերոց սպարտաբանած, և մի տանիրս մեզ իպորչություն, այլ փրկյազ մեզի չարե, զինքոյակ հայրություն և զորություն և պարկ հավիտյանս ամեն։ Անցյան
Տնեն ծարեք բացվում։